Չէ, նորմալ է, ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, հատկապես որ մամիլի հետ ծառայել ես։ Արեգա Հովսեփյան, Հայկական համալսարանի համակիրներից։ Իմ հարցը հետևյալն է, պարոն նախագահ, դուք ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ Հայաստանում իշխանություն դուք Նիկոլ Փաշինյանին չեք փոխանցել։ Որ Հայաստանում դուք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին չեք փոխանցել։ Դուք զրույց եք ունեցել պարոն Կարապետյանի հետ եւ վերջինս համաձայնել եք ստանձնել տվյալ պաշտոնը։ Եվ այստեղ կարծես թե պատմությունը մի քիչ ընդհատվում է, որովհետեւ հետո մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությանը։ Երբ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում էր արդեն, դուք խոսակցություն ունեցել եք պարոն Կարապետյանի հետ, հարցրել եք ինչպես այդպես պատահեց, որ նա դրժեց ձեզ հետ փաստացի, ձեր բերված համաձայնություն, այսպես ասեմ, եւ ինչու նա ամբողջ բեռը փաստացի թողեց ձեր ուսերին, ինչպես որ մենք տեսանք ամբողջ ընթացքում, եւ եթե այո, ապա ինչու մինչ օրս նա խղճի խայտ ասեմ, որևէ ձևով չի խոսել, ներկայացրել իր տեսակետը, իր մոտեցումը տեղի ունեցածի առավել եւս այս ողբերգությունից հետո։ Եվ ներողություն եմ խնդրում երկրորդ հարցի համար, չգիտեմ գուցե ամենահեշտն է լինելու, թե ամենադժվարը։ Եթե մենք հնարավորություն ունենանք վերադառնանք Արցախ, իսկ կարծես թե մենք ամենքս, ես, դուք եւ բոլորս դրա համար ենք ապրում, առաջին գործողությունը, առաջին բան ինչ կանեք, որտեղ կգնաք։ Շնորհակալություն։ Եթե այդպիսի երջանիկ լինելու հնարավորություն ունենամ, կգնամ ծնողներիս գերեզմանին եւ իմ զոհված ընկերների գերեզմանին։ Ինչ վերաբերում է 18 թվականի ապրիլյան իրադարձություններին, ես դրան մի անգամ եմ անդրադարձել, մանրամասն ասել եմ, եւ հետո հետագայում տենց առանձնապես ես չեմ անդրադարձել, լրատվամիջոցներն են դրանք տարածել։ Իհարկե մենք խոսել ենք Կարեն Կարապետյանի հետ, բնականաբար, եւ մեր խոսակցությունից հետո է նա հայտարարել, որ չի առաջադրվելու։ Այսինքն ոչ թե խոսակցության արդյունքում է եղել, նա ինձ տեղեկացրել է, որ չի առաջադրվելու։ Թե ինչու, կարծում եմ, բոլոր պարագաներում նայել էր տեսնում, որ իրավիճակը խիստ լարված է։ Հայկական համալսարանի 7-րդ հոսքի ունկնդիր Լևոն Ղազարյան։ Հարցս հետևյալն է. Ինչ վերջնական նպատակ էր հետապնդում ֆուտբոլային դիվանագիտությունը, արդյոք արժեր այդպիսի բանակցություններ վարել Թուրքիայի հետ եւ ի վերջո ինչը գնաց սխալողությամբ։ Ներողություն, ես ճիշտ լսեցի, որ վերջին բառերը սխալողությամբ։ Այո, որովհետեւ վերջնական դուք ինչ նկատի ունեք սխալողությամբ, ի վերջո որ ասում եք սխալողությամբ, ի վերջո ինչը նկատի ունեք 15 թիվը 15 թվականին հետ պահանջեցիք, չէ՞։ Ես անկեղծ ասած ցավում եմ, որ ձեզ մոտ այդպիսի պատկերացում կա, այսինքն ո՞րն էր սխալողությունը, Հայաստանը դրանից ինչով տուժեց, կարող եք ասել։ Հարցը սարետորական է, ես պետք է չի որ պատասխանել, իմ կարծիքով մենք միայն շահել ենք դրանից եւ իմ գնահատականը չի։ Հիշում եք Միացյալ Նահանգների պետքարտուղարը Տիկին Կլինտոնը ինչ էր ասում, որ գնդակը հիմա Թուրքիայի դաշտում է։ Ես էլ մի ուրիշ ձև ասեմ, այո, մեր վարած ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում գնդակը մնաց Թուրքիայի դաշտում։ Բայց սրանց վարածի դեպքում բայրակտարները եկան մեր հայրենիք։ Ես կրկնում եմ այն, ինչ որ մի առիթով ասել եմ։ Գիտեք, երբ որ կարևոր
որոշում ամարտ կայացնում, անկախ նրանից դա պետական կարևոր հարց է, թե անձնական կարևոր հարց է, միշտ կարծում եմ, գոնե ես այդպես եմ անում, միշտ ասում եմ, հաջողելու դեպքում որն է լինելու սրա օգուտն ու վնասը, չհաջողելու դեպքում որն է լինելու սրա օգուտն ու վնասը։ Կոնկրետ այդ հայ-թուրքական բանակցությունների ժամանակ, ընդ որում այդ բանակցությունները ինձնից առաջել էին գնում, մենք ուղղակի հրապարակայնացրել ենք այդ բանակցությունները, սա ակնհայտ փաստ է։ Բայց ինչու ենք հրապարակայնացնել եւ շարունակել, որովհետեւ հաջողության հասնելու պարագայում ես որևէ բացասական բան այդտեղ չէի տեսնում, թեև բնական է մեծ հակազդեցություն կար եւ այլն, բայց դա բոլորովին այլ պատմություն է, հեքիաթներ հնարեցին, իբր իմ ցուցումով մեր ֆուտբոլի թիմը մարզահապուստի վրա ինչ-որ փոփոխություն էր կատարել եւ այլն, ինչը իրականությանը չի համապատասխանում, իբր իմ ցուցումով անջատվել է ծիծեռնակաբերդի էլեկտրականությունը, լույսերն անջատվել են, ուղղակի զուտ զրպարտանք, այդպիսի բան չի եղել։ Ուզում եի անդրադառնալ կար նաև թե ինչ տեղի ունեցավ Բուրսայում, որտեղ մենք ենք գնացել, որ այդ ստադիոնը Աթաթուրքի անվան ստադիոն է։ Եվ այդ ստադիոնում միշտ Աթաթուրքի մեծ դիմանկարն էր լինում։ Եվ թուրքերը այնքան նրբանկատ են եղել, որ այդ խաղի պահին այդ դիմանկարը վարակորել են։ Հիմա շարունակեմ խոսքս այլ հարցությունով։ Մենք ունենայինք հարևան, որը այդքան էլ լավ հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ։ Մենք ունենայինք բաց սահմաններ, շփումներ եւ այլն։ Եվ դրա նախանշանը արդեն տեսանք մենք ապրիլյան պատերազմի օրերին, երբ որ ինչպես ասեցի, Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան էլ դատապարտեց ադրբեջանական ագրեսիան, Ադրբեջանի ռազմական գործողությունների սկսելը։ Բա ինչ անեինք, չբանակցեինք, բերենք, թողնենք, հասցնենք այն իրավիճակին, ինչին հասցրեցին սրանք, որ թուրքական կողմը միջական մասնակցություն ունեցավ 44 օրյա ռազմական գործողությունների, 44 օրյա պատերազմի, չստացվելու դեպքում մենք խնդիր ունենք։ Խնդիրներից մեկը հետևյալն էր, որ նույնիսկ մեր բարեկամները փորձում էին մեզ մեղադրել հայ-թուրքական հարաբերությունների բացակայության մեջ եւ ասում էին, որ դուք, այսպես ասեմ, ամբողջովին բարդութավորված եք ցեղասպանության հանգամանքով եւ այլն, դրա համար չեք ուզում թուրքերի հետ հարաբերություններ ունենալ։ Եվ մենք ապացուցեցինք, որ առանց թուրքերի կողմից, Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը պատրաստ ենք բանակցությունների հարաբերություններ ունենալու եւ բոլոր ամբողջ աշխարհը համոզվեց, որ հարաբերությունների բացակայությունը մեր խնդրումը չի, մեր պատճառով չի, դա ձեր բերում չի։ Իմիջիալոց եթե այդ հարցը ձեզ հետաքրում է, ձեզ խորհուրդ եմ տալիս ընթերցել Սամվել Ֆարմանյանի գիրքը։ Դա շատ մեծ ինֆորմացիա պարունակող գիրք է եւ դուք շատ բան այնտեղ մանրամասներ կգտնեք հայ-թուրքական բանակցությունների մասին, Արցախյան խնդրի բանակցությունների մասին, շատ մեծ ինֆորմացիա կա, որը գրեթե, ինչ ասեմ, բառացի ճշգրտությամբ վերարտադրել է էպիզոդները Սամվել Ֆարմանյանը։